Բարեկամներ շարունակվում է խաղային երեկոն մեզ մոտ եւ այսօրվա վերջին հանդիպումն ենք դիտելու միմյանց հետ, որտեղ մրցում են Նապոլին եւ Պալերմոն, հետաքրքիր հանդիպում է։ Սպասվում մեզ իտալական երկու թիմեր բախվել են իրար հետ, տեսնենք երկու թիմերից ով կկարողանա այսօր ավելի ուժեղ գտնվել։ Հիմա տեսնում ենք Նապոլին է դաշտի կենտրոնից խաղը մեկնարկելու։ Եվ տեսնում ենք մրցավարի սուլիչը կա եւ խաղը մեկնարկեց մեզ մոտ բարեկամներ, անցնեմ հիմա թիմերի հայտարարությունների ներկայացնելուն։ Նապոլի դարպաս սապահ համար 1 Թաթու Լիենգոյան, համար 3 Կորյուն Մխիթարյան, համար 9 Ռուբեն Գուրջինյան, համար 11 Արգիշտի Ներսիսյան, համար 12 Դավիթ Վարդանյան, նա թիմի ավակն է, համար 13 Միքայել Արաբյան, համար 18 Վահագ Արաբյան, համար 22 Էմանուել Պետրոսյան եւ համար 77 Միրան Գրիգորյան։ Պալերմո դարպասում համար 1 Վահե Հունանյան, համար 4 Դավիթ Ավակյան, համար 6 թիմի ավակ Հայկ Մկրտչյան, համար 13 Յուրի Խաչատրյան, համար 20 Հովանես Սադաֆյան, համար 7 Գրիգոր Հովանեսյան, համար 9 Կարեն Այվազյան, համար 10 Ռոման Լևոնյան, համար 16 Նորայր Անդրեասյան, համար 26 Արամ Մարտիրոսյան։ Առաջին հարվածը տեսանք այստեղ փակված է այս հարվածը Վահագ Արաբյանի, կրկին Արաբյան, հարված նորից փակեցին այս հարվածի ճանապարհը Վահագ Արաբյանին։ Պալերմոն է գնդակով փորձում է իր առաջին գրով կազմակերպել, բայց խլեցին գնդակը Նապոլիի տղաները։ Գրիգորյան, հանքեր է փնտրում Միրան Գրիգորյանը եւ հետ փոխանցում դեպի Դավիթ Վարդանյանը։ Փոխանցում նրան հրապարակ եւ եզրային նետում այստեղ վաստակեց Նապոլին։ Օրյանի անցումը այստեղ չստացվեց։ Նորից խլեց գնդակը այստեղ Նապոլին, բայց մրցավարի սուլիչը դասվեց, տեսնում ենք, կարծես թե խախտում էր նկատվել Նապոլիի ֆուտբոլիստի կողմից։ Երկար փոխանցում ենք տեսնելու Հովանեսյանի կողմից։ Իսյան փոխանցում առաջ, հեռացված է գնդակը։ Շարունակում է Պալերմոյի մոտ մնալ գնդակը, Դավիթ Ավակյան մտավ կենտրոն, Ավակյան հարված եւ բարձր էր հարվածը Դավիթ Ավակյանի, առաջին հարվածը տեսանք Պալերմոյի կողմից այս խաղում։ Երեք խաղ է անցկացրել Պալերմոն այս մրցաշարում, հիմա վտանգավոր էր։ Տեսնում ենք չկարողացավ, բայց հարվածել այստեղ Նապոլիի ֆուտբոլիստը 3 խաղ է անցկացրել, 2 հաղթանակ, 1 պարտություն, 6 միավորով 10-րդ հորիզոնականում է գտնվում Պալերմոն, իսկ Նապոլին 4 հանդիպում է անցկացրել, 1 հաղթանակ, 1 ոչ ոքի, 2 պարտություն, 4 միավորով 12-րդ հորիզոնականում է։ Ավելի լավ են մեկնել այս մրցաշարը Պալերմոյի տղաները։ Լավ խաղարկում Այվազյանի հարվածից հետո փակում է հիմա Գնդակը Վարդանյանը շարունակում է Պալերմոյի գրոհը, այլ հարված
Այս անգամ էլ Արաբյանն է հեռացնում գնդակը։ Անդրեսյան, Սադաֆյանի հետ է խաղարկում եւ այստեղ էլ Մխիթարյանն է հեռացնում գնդակը։ Ենգոյանը վերցնում է գնդակ եւ արագ նետում կատարում։ Պալերմոն անցած մրցաշարում լավ հանդիպումներ անցկացրեց եւ հասավ փոքր լիգայի եզրափակիչ այնտեղ նվազագույն հաշվով պարտվեց Չելսին։ Կրկին Պալերմոն է գնդակով։ Խաղարկում Սադաֆյան թողեց գնդակը Անդրեասյանին, արված եւ շեղեր, արվածը ի վերջո նոր այլ Անդրեասյանի վտանգավոր փոխանցում կատարեց այստեղ Սադաֆյանը Անդրեասյանին։ Տեսնում եք մի փոքր առավելություն ունի այս րոպեների ընթացքում Պալերմոն Նապոլիի նկատմամբ, բայց դեռ վտանգավոր պահեր չենք տեսել երկու թիմերի կողմից։ Անդրեասյան խլեցի նրանց գնդակը, հարված Վայունանյանն է փրկում իր թիմին։ Միքայել Արաբյանի հարվածից հետո առաջին դիպուկ հարվածը տեսանք այս խաղում։ Սխալվում է Հովհաննիսյանը, Գրիգորյան հարված եւ անկյունային է վաստակում Միրան Գրիգորյանը իր թիմի համար։ Հակված է այս անկյունայինը և հեռացված է գնդակի վերջո։ Տուգանային հրապարակ կրկին Նապոլին վաստակում է անկյունային։ Որից խաղացած է անկյունայինը։ Աբյան փոխանցում և Հովհաննիսյանն է հեռացնում գնդակը։ Երկար փոխանցում առաջ դեպի Սադաֆյանը, բայց հեռացնում է գնդակը այստեղ Ենգոյանը։ Ադյան պայց վերջո գնդակը իր թիմը մոտ այստեղ Կորյուն Մխիթարյանը, Արաբյան, բայց խախտում Դավիթ Ավագյանի կողմից։ Հիմա տեսնենք Տուգանային է վաստակել վտանգավոր դիրքում Նապոլին։
Տեսնենք ով կհարվածի այս դիրքից Նապոլի կազմում, ցավարի սուլի չկա։ Արաբյան արված, պատին ուղիղ արվածը եղավ Արաբյանի, բայց նորից անկյունային է վաստակել Նապոլին, արդեն երրորդ է այս խաղում։ Այս փոխանցումն էլ ուժեղ ստացվեց Նապոլի ֆուտբոլիստի։ Տասը րոպե անցավ մեկնարկից, բարեկամներ դեռ 0-ներ են մեզ մոտ։ Իրական վտանգավոր պահ չենք տեսել երկու թիմերի կողմից այս րոպեների ընթացքում։ Հավասար պայքար է ընթանում, հրաշալի փոխանցում Այվազյանից տեսանք։ Խաչատրյան, բայց նրա անցումը չստացվեց այստեղ։ Կերկին տեսնում ենք հերթական գրոններից մեկն է կազմակերպում, հիմա Պալերմո վտանգավոր է արված, Սիենգոյանն է պրկում իր թիմին, հրաշալի փոխանցում Մարտիրոսյանից տեսանք, բայց վերջինս հիմա շեղ է արվածում, լավ փոխանցում կատարեց Մարտիրոսյանը Այվազյանին։ Նորից խլեց գնդակը Պալերմոն, այստեղ Անդրասյան, Հուրայր Անդրասյան, լավ փոխանցում Ավակյանին, մտավ Տուգանային հրապարակ Դավիթ Ավակյանը, խաղարկում է գնդակը Սադաֆյանի հետ, բայց լավ գործեցին հիմա, այստեղ Նապոլիի պաշտպանները, հիմա էլ Նապոլին է անցնում գրոյի, բայց Հովանիսյանն է հեռացնում գնդակը։ Նապայել է գնդակի մոտ Նապոլին, Աբյան Ներսիսյան հետ կարկեց, փոխանցում Տուգանային հրապարակ, վտանգավոր էր, Գրիգորյանը պայեց դաշտի սահմաններում գնդակը և խլեց գնդակը այստեղ նրանից Հովանիսյանը, բայց Անդրասյանի փոխանցումը այստեղ անհաջող էր։ Մարտիրոսյանն հրաշալի գործում և նետվում առաջ, Մարտիրոսյան և հրաշալի սաղմման գնաց, այստեղ տեսնում ենք Միքայել Արաբյանը, սխալը շտկում է, տեսնում ենք բայց խոտածածկին է դեռ Միքայել Արաբյանը իրեն վնասելով այս դրվագում գործեց։
Տեսնում ենք դեռ օգնություն են ցուցաբերում Արաբյանին Բայց փոխարինվեց այստեղ Արաբյանը շարունակվում է Պալերմոյի գրո, անկյունային փոխանցում Չասավ ի վերջո այս գնդակին Հովանես Սադաֆյանը Եզրային նետում վաստակեց այստեղ Պալերմոն, երկար փոխանցում առաջ, Անդրեսյան և խախտում էր գրանցում այստեղ խաղի մրցավարը Այստեղ էլ տեսնում ենք Նապոլին է գրում և կարողացավ անկյունային վաստակել Խաղարկված է այս անկյունայինը Մխիթարյան Ագարաբյան երվից արված բարձր էր Նապոլի ֆուտբոլիստի արվածը Պալերմոն անցավ գրոյի նոր այդ Անդրեսյան պայց իր մոտ գնդակը Անդրեսյան, բայց խլեցին նրանից գնդակը հիմա Մարտիրոսյան լավ պայց իր թիմի մոտ գնդակը հիմա Դավիթ Ավակյան փոխանցում կենտրոն Արամ Մարտիրոսյան հարված և հրկեց իր թիմին կարծես թե այստեղ Ենգոյանը ոչ մի փոքր բարձր հարվածեց Արամ Մարտիրոսյանը տեսնում ենք այսօր շատ է առաջ շարժվում Արամ Մարտիրոսյանը մի քանի հանդիպումն բաց թողեց այս մրցաշարում Սխալվում է հիմա Նապոլի ֆուտբոլիստը այստեղ էլ շտապեց փոխանցում Կաթայլիս Կարեն Այվազյանը Լավ գործեց Վարդանյանը և նետվում է հիմա Նապոլին գրոյի Ագարաբյան արված կենտրոնով ստացվեց Նանյանը որսած գնդակը Գրիգորյան, տեսնում ենք հիմա աչ եզվում է տեղակայվել Միհրան Գրիգորյանը Առաջին հանդիպումն է այս մրցաշարում անցկացնում Գրիգորյանը շարունակում է Նապոլի մոտ մնալ գնդակը Մխիթարյան Արաբյան կրկին երվից հարված այս անգամ շատ վտանգավոր հարված էր Արաբյանի կողմից Փրկեց
Իր թիմի Վահե Ունանյանը մատների ծայրով հանեց գնդակը, անկյունային։ Վերջին 5 րոպեներն են մնացել այս խաղակեսում բարեկամներ դեռ մեզ մոտ հաշիվը բացված չէ։ Հավասար պայքար է ընթանում խաղադաշտում։ Հարկված է այս անկյունայինը, Վերջին Արաբյան։ Ացում և հեռացնում է գնդակի Արամ Մարտիրոսյանը։ Խլեց գնդակի հիմա Պալերմոն, Անդրեասյանը ձախ եզրում է։ Լավ խաղարկում Լևոնյանի հետ։ Կենտրոն Կարեն Այվազյան երբից կրակեց Այվազյանը և փրկում է Թաթու Գենգոյանը։ Հակառակ ուղղությամբ հիմա կտեսնենք անկյունային։ Փոխանցում Ենգոյանն է հեռացնում գնդակը։ Սյան երկար փոխանցում։ Նորից հրաշալի է գործում պաշտպանությունը Գրիգոր Հովհաննիսյանը։ Սադաֆյան խլեց գնդակ և նետվեց առաջ, Սադաֆյան փոխանցում աջ, Խաչատրյանին, Խաչատրյան պապուկ փոխանցում, բայց Վարդանյանն է այս փոխանցման ճանապարհին հայտնվում։ Կրկին Պալերմոն անցավ գրոյի, Այվազյան, Սադաֆյան, լավ խաղարկում, Այվազյան արված Ենգոյանն է փրկում իր թիմին։ Ստեղ էլ Այվազյանն է, ներողություն Անդրեասյանն է խախտում խաղայականները Վարդանյանի հետ պայքարում։ Խլեց հիմա գնդակը Այվազյանը, Խաչատրյան ներվից արված Վարդանյանն է նորից այս արվածի ճանապարհին հայտնվում։ Խլեց գնդակը նորից Պալերմոն։ Այվազյան արված անկյունային կլինի Նապոլիի դարպասին։ Փոխանցում Տուգանային հրապարակ, հանգավոր էր, բայց հեռացված է գնդակը։ Սադաֆյան, հարված նորից, Վարդանյանն է լավ գործում պաշտպանությունում։
ստացում Տուգանային հրապարակ Անդրեասյան արված եւ այստեղ շատ վտանգավոր էր հարվածը, հիմա տեսնում ենք Նորայր Անդրեասյանին փրկվեց Նապոլին Վերջին րոպեն է բարեկամներ ընթանում մեզ մոտ Վերջին գրոհ կարծես թե կլինի այս խաղակեսում Անդրեասյանն է գնդակով Փոխեց գրոհի եզրը Արամ Մարտիրոսյան եւ վերջ բարեկամներ առաջին կեսը մեզ մոտ ավարտված է 0-ներ են լուսատախտակին, կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից։ Բարեկամներ վերադարձանք երկրորդ խաղակեսը մեկնարկել է, տեսնում ենք մեզ մոտ առաջին կեսից հետո 0-ներ են լուսատախտակին, հավասար պայքարում ընթացավ առաջին կեսը, տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես կանցկացնեն երկու թիմերը։ Հիմա արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները Նապոլի դարպասում է Թաթու Լենգոյանը, Կորյուն Մխիթանյան, Ռուբեն Գուրջինյան, Արգիշտի Ներսիսյան, Դավիթ Վարդանյան, Միքայել Արաբյան, Վահագ Արաբյան, Էմանուել Պետրոսյան եւ Միրան Գրիգորյան։ Պալերմո, Վահե Հունանյան, Դավիթ Ավակյան, Այք Մկրտչյան, Գրիգոր Հովանեսյան, Կարեն Այվազյան, Ռոման Լևոնյան, Յուրի Խաչատրյան, Նորայր Անդրեասյան, Հովանես Սադատյան եւ Արամ Մարտիրոսյան։ Տեսանք Նորայր Անդրեասյանի հարվածը, բայց շատ բարձր ընթացավ։ Վտանգավոր իրական հնարավորություն չեղավ առաջին կեսում երկու թիմերի կողմից էլ տեսնենք այս խաղակեսը ինչպես կանցկացնեն նրանք Պալերմոն է նորից գրոհում Լևոնյան անդրադարձ եղավ այստեղ ֆուտբոլիստից Լևոնյանի հարվածից հետո կրկին Լևոնյանը խլեց գնդակը, բայց առաջ է թողնում գնդակը Փոխանցում Անդրեասյան տողեց գնդակը հիմա Խաչատրյանին ընթացքից հարվածը չստացվեց Յուրի Խաչատրյանի Նապոլին անցած հանդիպման ժամանակ կարող էր համար պայքարում հաղթել Բենֆիկային, բայց ի վերջո ինչ-որ բան չբավականացրեց նրանց միավոր վաստակելու 3-2 հաշվով պարտվեցին նրանք իսկ Պալերմոն շատ վստահ հաղթանակ տարավ Երևանի նկատմամբ 7-0 հաշվով Տեսնում ենք Պալերմոն ակտիվ է մեկնարկել երկրորդ խաղակեսը
Երկար փոխանցում վտանգավոր կարող է լինել։ Մարտիրոսյանը խլեց գնդակը, Հարամ Մարտիրոսյանը։ Կինա է գնդակով, Մարտիրոսյան։ Կենտրոնում է Հարամ Մարտիրոսյանը, թողնում է գնդակը Անդրեասյանին, Նորայր Անդրեասյան։ Բայց խլեցին նրանց գնդակը, հրաշալի փոխանցում Գրիգորյանին, Միրան Գրիգորյան մտավ կենտրոն, փոխանցում, պետք է գրավել դարպասը և Ունանյանն է փրկում իր թիմին հիմա Էմանուել Պետրոսյանի հարվածից հետո այնտեղ թիկունքից հրաշալի փոխանցում տեսանք Վահագ Արաբյանի կողմից դեպի Գրիգորյանը, բայց Պետրոսյանի հարվածը փրկեց Ունանյանը, անկյունային կլինի Պալերմոյի դարպասին։ Փոխանցում Գրիգորյան և խախտում Իրան Գրիգորյանի կողմից։ Լևոնյանն այդպես առաջ փոխանցում Անդրեասյանին, Նորայր Անդրեասյան արված, շատ լավ արված էր Նորայր Անդրեասյանի կողմից մի փոքր բարձր էր վերջինիս հարվածը։ Շատ լավ դուրս եկավ հիմա կիսադաշտից Նապոլին այստեղ։ Արաբյան կենտրոնում է Վահագ Արաբյանը, փոխանցում վտանգավոր է և Ունանյանն է փրկում կրկին իր թիմին։ Տեսնենք այս անկյունային Նապոլին ինչպես կիրացնի։ Փոխանցում Տուգանային հրապարակ կրկին Հունանյանը հրաշալի է գործում իր դիրքում։ Այս անգամ հակառակ եզրից կիրացնի անկյունային է Նապոլին։ Փոխանցում Պետրոսյան, Մանուել Պետրոսյան, արված չկա, Արաբյան արված։ Կարող է հակագրոհել Պալերմոն, Անդրեասյան, փոխանցում Քենթ Խաչատրյանին։ Խաչատրյան Բաբախյանի հետ խաղարկեց, լավ փոխանցում, Լևոնյան արված և հաշիվը բացված է մեզ մոտ 1-0 Ռոման Լևոնյան։ Ռոման Լևոնյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է ի վերջո բարեկամներ, հրաշալի գրոհ կազմակերպեց Պալերմոն և կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել այս խաղում։ Հիմա էլ ավելի խաղը կբացվի, տեսնենք այս գոլին ինչով կպատասխանեն Նապոլիի տղաները։ Խլեցին նրանից գնդակը, նորից հրաշալի փոխանցում Արաբյանից 2-2-ի, Գրիգորյան արված, Ունանյանի հրաշալի սեյվը կրկին տեսանք, բայց այնտեղ տեսնում ենք հիմա Մարտիրոսյանը խոտացածքին է հայտնվել։
կանգնեց այստեղ Արամ Մարտիրոսյանը, հանդիպումը շարունակվելու է բարեկամներ։ Մանրասյանի թողնում է գնդակը Խաչատրյանի եւ անկյունային է վաստակում իր թիմի համար այստեղ Յուրի Խաչատրյանը։ Տուգանային հրապարակ հեռացված է գնդակը եւ կարող է հակագրոյել հիմա Նապոլին, տեսնենք Ներսիսյան Աչեզրով շարժվում է առաջ Ներսիսյանը, բայց դուրս եկավ այստեղ դաշտի սահմաններից գնդակը, հարված կտեսնենք Հունանյանի պաշտպանած դարպասից։ Լավ փոխանցում Անդրեսյանին, Անդրեսյանը արված հրաշալի գոլ հեղինակ է հիմա դառնում Նորայր Անդրեսյանը 2-0։ Նորայր Անդրեսյան 2-0 կրկնապատկում է իր առավելությունը Պալերմոն ընթացքից հարված կատարեց Անդրեսյանը, մխրճեց գնդակը Ենգոյանի դարպասը, արդեն 2 գոլ է առավելություն ստացավ Պալերմոն Նապոլիի նկատմամբ, կրկին Նապոլին է ներողություն Պալերմոն է անցել դրոյի, Անիսյան հեռացված է գնդակը Նեման Լևոնյան, փափուկ արված և հորիզոնական դարպասածողն է հիմա պրկում Նապոլին, այստեղ էլ Այվազյանի հարվածից հետո փակեցին հարվածի ճանապարհը Խաչատրյան և շեղեր հարվածը Յուրի Խաչատրյանին, տեսնում ենք Մեկնարկը երկրորդ խաղակեսի ավելի լավն էր Պալերմոյի համար, նրանք արդեն հաղթում են 2-0 հաշվով Նապոլին, տեսնենք ի վերջո Նապոլին ինչ ձեռնարկի այս րոպեների ընթացքում Հարապյան ընկավ այստեղ և նետվում է հիմա գրոյ Պալերմոն, Այվազյան, խաղարկեց գնդակ Անդրեսյանի հետ, Նորայր Անդրեսյան արված և պրկում է իր թիմին հիմա Թաթուլ Ենգոյանը Կրկին Պալերմոն է գրում, փոխանցում, Կարեն Այվազյանն է, հարվածում բարձր էր, Այվազյանի հարվածը Դեր չեն կարողանում առաջ շարժվել Նապոլիի տղաները
փոքր դժվարություններ են իրենց կիսադաշտում։ Խլեց գնդակը կրկին Պալերմոն։ Սադաֆյանը լավ ացումներ տեսանք Սադաֆյանից, Անդրեսյան փոխացում, Այվազյան և հիմա շեղը հարվածում։ Լավ դիրքից Կարեն Այվազյանը։ Շքեղ ացումներ տեսանք հիմա Հովհաննես Սադաֆյանից կենտրոնով։ Երվից հարված հիմա տեսանք նորից Պալերմոյից, Խաչատրյանն հարվածեց։ Նապոլին հիմա տեսնում ենք Անցելգրոյի, բայց այստեղ հրաշալի է գործում Դավիթ Ավագյանը։ Եվ հիմա երվից հարված տեսանք Պետրոսյանից, փրկեց կրկին իր թիմի Վայ Ունանյանը, անկյունային։ Խացուտուկանային հրապարակ, Մարտիրոսյանն է հեռացնում գնդակը։ Տեսնում ենք մի փոքր խաղի տեմպը ընկավ այս րոպեների ընթացքում բարեկամներ Անդրեսյանի գոլից հետո։ Հարմար առավելություն է ստացել Պալերմոն այս րոպեների ընթացքում։ Նրանք արդեն հաղթում են 2 գոլի առավելությամբ Նապոլին, հիմա Պալերմոն անցավ գրոյի հրաշալի փոխանցում դեպի Խաչատրյանը, բայց Արաբյանն է լավ գործում պաշտպանությունում։ Խլեց գնդակը այստեղ Արաբյանը, նետվել է գրոյի։ Բայց անհաջող գործողություն կրկին Նապոլի տղաների կողմից։ Մարտիրոսյան լավ նկատեց այնտեղ Անդրեսյանին, Անդրեսյան հարված բարձր էր նորայր Անդրեսյանի հարվածը։ Լավ անցում տեսանք Ներսիսյանից։ Արաբյան լավ փոխանցում, բայց Ավագյանն է հեռացնում գնդակը, տեսնում ենք։ Արաբյան, հարվածը փակված է, այս հարվածն էլ է փակված, լավ են գործում այսօր պաշտպանությունում Պալերմոյի տղաները։
Արաբյան պայեց իր մոտ գնդակը։ Արաբյանը և հետ փոխանցում կատարեց։ Վերջին 5 րոպեներն են ընթանում բարեկամներ, այս խաղի 2-0 հաշվով հաղթում է Պալերմոն Նապոլին։ Անցումներ այստեղ էլ չստացվեցին Միլան Գրիգորյանի, սպայել է գնդակի հիմա Նապոլին իր մոտ։ Մխիթարյան խլեցին նրանց գնդակը և խաղթում կենտրոնում Գորյուն Մխիթարյանի կողմից։ Հավաքյան փոխանցում Տուգանային հրապարակ, Ռոման Լևոնյանն է գնդակով, թողեց գնդակը Այվազյանին և Շուր հարված կատարեց այստեղից հիմա Կարեն Այվազյանը։ Լավ անցում հիմա Հովանիսյանից, լավ խաղարկում, տեսնենք Դավիթ Ավագյան, բայց խլեց գնդակը նայից Մխիթարյանը, հիմա նետվել գրոյի Նապոլին, Գրիգորյան, լավ նկատեց այստեղ կենտրոնում Արաբյանին, արված Հովանիսյանն է փակում այս արվածի ճանապարհը։ Այս գնդակ այստեղ Պալերմոն և նետվում է գրոյի, Այվազյան առաջ է թողնում գնդակը։ Արեն Այվազյանը, բայց վտանգավոր է գործում հիմա Ենգոյանը։ Կարողացավ որսալ գնդակը Նապոլիի դարպասապա և անկյունային է գործել այս իրավիճակում Պալերմոն։ Տեսնենք այս անկյունայինը Լևոնյան փոխանցում։ Կարող է արագ նետվել գրոյի Նապոլին Գրիգորյան։ Գրիգորյան, Արաբյան, արված շեղ էր Արաբյանի։ Երկար փոխանցում Գրիգորյանին, կենտրոնում է իրան Գրիգորյանը, բայց խլեցին նրանից գնդակը։ Խաչատրյան 4-3-ի փոխանցում Լևոնյանին և Հովանիսյանն է այստեղից բարձր հիմա արվածում։
Վերջին րոպեներն են ընթանում բարեկամներ այս խաղի։ Մի վերջո այսօր 3 միավորը կվաստակի։ Պալերմո ներվից հարված Արաբյանից կրկին փրկում է Ունանյանը իր թիմին։ Եվ վերջ բարեկամներ, հանդիպումն ավարտված է իտալական երկու թիմերի պայքարում։ Պալերմոն հաղթեց Նապոլիին 2-0 հաշվով, հետաքրքիր հանդիպում ստացվեց բարեկամներ, երկրորդ 4 հանդիպումն է անցկացնում Վահե Ունանյանը եւ դառնում այս խաղի լավագույն խաղացողը։ Այսքանն ենք պատրաստել ձեզ համար այսօրվա համար, բարի գիշեր եւ ամենայն բարիք։